Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 11-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար իհարկե։ Օրը հայելային է, օրը երեքշաբթի է նաև, պահեք երազանք կամ կարող եք նայել, թե ինչ է նշանակում նոյեմբերի 11-ը, տեսանյութը վաղուց արդեն թվագիտության ալիքում է, կարող եք նայել, տեսնել, թե ինչ է նշանակում։ Համենայն դեպս դուք երազանք պահեք, այդ օրն է, որ պետք է երազանք պահեք, բաց է առ Աստված մեր մտքերը, բաց է տիեզերք մեր մտքերը, այնպես որ կարող եք հանգիստ պահել եւ ստանալ այն ինչ որ ուզում եք։ Իսկ մենք տեսնենք, թե ինչ է սպասվում բոլոր կենդանակերպի նշաններին, տարվա ծնված նշաններին իհարկե։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին նոյեմբերի 11-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը տան հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, հնարավոր է առիթ է, որ պետք է գնաք, կամ ձեր տանն է առիթ, հանդիպում շփում ընկերոջ հետ, ինչ-որ մեկին կարող եք հրաժեշտ տալ, ինչ-որ մեկից բաժանվել, նաև այստեղ վեճ կա, կարող է վեճից հետո եք բաժանվում, կամ ինչ-որ բան եք ձեզանից հեռացնում, ոչ թե ինչ-որ մեկին։ Գումար եք ստանալու այդ օրը եւ ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք էլ ունեն ժամադրություն կամ պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 11-ին։
Հարգելի ցուլեր, սա տարվա ծնված ցուլերն են, բավականին շատ իրադարձություններ ունեք, մի կողմից ուրախ եք, տրամադրությունը բարձր էներգիայով լցված եք, կամ գումար կծախսեք, կամ գումարի մասին կխոսեք, արժեքի մասին կխոսեք, հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ։ Այստեղ անկողնու հետ կապված որևիցե կամ սուտ է, կամ ինտիմ հարաբերություններ կարող են փորձել ունենալ ձեզ հետ ինչ-որ ստի հիմքում, ինչ-որ բան կարող են ստել։ Նաև եթե լսեք ինչ-որ մեկի անկողնային կյանքի մասին կամ նման ոչ մի բան, ապա եւս դա սուտ է։ Կամ բարկացեք, հանգստանում եք, ինչ-որ բան են ասում, որը սուտ է, արթնանում եք, վեր եք կենում։ Այդ օրը նաև գումար կստանաք, օձեր կամ բամբասանք խոսակցություններ, չար լեզուներ, նման վերաբերմունք ձեր նկատմամբ, որևիցե իրադարձություններ ունեք, որոնք յուրաքանչյուր ամիս անում եք, դա կարող է ևս լինի, կարող է գումար եք ստանում յուրաքանչյուր ամիս, վճարում եք յուրաքանչյուր ամիս։ Նաև ինչ-որ մի բան կարող է վերջանալ, ավարտվել։ Այդ մեկ ամսվա հետ կապված կամ ամեն ամսվա։ Որևիցե գաղտնիք այդ օրը կբացահայտվի, դա է հենց ինչ-որ սուտ կամ սուտ է բացահայտվում, կամ ինչը բացահայտվում է սուտ է, լավ երկար մտածեք։ Եվ դա ձեզ ցավ կարող է պատճառել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին նոյեմբերի 11-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, պետք է անեք։ Դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսման կենտրոն։ Նաև տան հետ կապված իրադարձություններ են, միգուցե նշում եք ինչ-որ մի բան, միգուցե տուն եք ձևակերպում, գնում եք նոտար եւ այլն, ինչ-որ տեղեր։ Նաև դա առիթ կարող է լինել։ Առիթ է, որ կամ ձեր տանն է, կամ պետք է գնաք։ Նաև գումար կստանաք այդ օրը, հանդիպում շփում ձեր ընկերոջ հետ եւ օձեր կան, չար մարդիկ, չար լեզուներ, եթե բնակարանը մուտ եք նշելու նման մարդկանց արժե սկզբնական փուլում պետք չի տուն թողել, որովհետեւ ես նման մեկին գիտեմ, անհաջողությունները սկսվել են իրար հետևից։ Դա համար եթե չար մարդիկ կան այդ օրը, եթե տուն եք գնել, տան հետ կապված ինչ-որ բան, թեկուզ վարձով բնական է, բացարձակ կապ չունի դա։ Մի թույլ տվեք նման մարդկանց, եթե գիտեք, որ ինքը որտեղ մենք բոլորս էլ զգում ենք մեր նկատմամբ ով է մաքուր, ով ոչ, եւ մի թույլ տվեք նման մարդկանց ձեր տուն մտնեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին նոյեմբերի 11-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը ինչ-որ մեկին եք սպասելու, ինչ-որ միտեղ կմնաք, կսպասեք, բայց սուտ կա, կարող են խաբել, չգալ, այնպես որ կարող երկար սպասել, երկար մնալ այնտեղ։ Որոշ գործեր այդ օրը կանեք կավարտեք, երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ հնարավոր է ծնունդ է, կնունք է եւ ինչ-որ մի առիթ է, նվեր կամ դուք կստանաք կամ դուք կնվիրեք, գուցե երեխաներին է վերաբերվում։ Միգուցե նաև երեխաներին բերում են թողնեն տատիի մոտ եւ գնան ծնունդ։ Եվ ինչ որ բան ձեզ տխրեցնում է, ինչ որ բան հիասթափեցնում է կամ ինչ որ մեկից կարող եք հիասթափվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին նոյեմբերի 11-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը գումար եք ստանալու, նաև ինչ-որ բանի եք սպասում, միգուցե գումարի եք սպասում, այստեղ հյուր ունեք, նվեր, տան առիթ, միգուցե առիթ է, սպասում եք հյուրերը գան, կամ գնացել եք առիթի, դուք եք շուտ գնացել և սպասում եք մնացած հյուրերը գան, ամենայն դեպս նվեր կա, նվեր կստանաք, նվեր կտակ, երկար կմնաք այդտեղ, բայց այդտեղ նաև օձեր կան, որոնք որ կֆշացնեն ձեզ վրա, որոնք որ կամ չարլեզուներ են կամ բամբասել հետո ձեզանից, ձեր տեսքից։ Այսքանը կարծես թե ինչ-որ առիթ է, գումար եք ստանալու և նմանատիպ ոչ բաներ են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին նոյեմբերի 11-ին։
Հարգելի օձեր, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է, որտեղ այստեղ պայմանավորվածություն ունեք, հանդիպում ունեք, ուշադրություն պետք է դարձնեք, որ չուշանաք, նաև գումար կստանաք, հյուր կամ կընդունեք, կամ դուք կգնաք հյուր, կամ տուն եք մաքրելու, հյուր ընդունելու համար, կամ կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ, եւ որ հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնեք։ Նաև օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված այդ օրը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին նոյեմբերի 11-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը առավոտյան ուրախ եք, բայց երեկոյան ինչ-որ բան է կատարվում։ Ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք առավոտյան, նաև գործնական հանդիպում կարող եք ունենալ, կամ գործնական շփում այդ օրը կարող եք ունենալ, բայց երեկոյան միգուցե տան անդամներն են կամ տան հետ կապված ինչ-որ հարցեր են, որոնք որ ձեր տրամադրությունը գցում են, դες ինչ-որ բան ցավ է տալիս եւ տրամադրությունը գցում եք։ Կամ տան հետ է կապված, կամ ընտանիքի անդամներն են, կամ ինչ-որ բան, տան մեջ եք կոդայց տալիս։ Այն ինչ-որ տեսնում եք, ինչ-որ կատարվում է, ինչի համար որ տխրում եք։ Կարող եք նաև ինչ-որ մեկից հիասթափվել, օրինակ ընտանիքի անդամներից որևէ մեկից։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Կամ առիթի ժամանակ, գիտեք, մոռացա, առիթի ժամանակ կարող է ինչ-որ մի բան ձեզ ցավ տա, տխրեք կամ ինչ-որ մեկից հիասթափեք, եթե կլսեք դեռ։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին նոյեմբերի 11-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ։ Այ, ոչխարներ է կոչվում։ Այդ օրը երեխաների հետ կապված վայցե իրադարձություններ ունեք, հնարավոր է ծնունդ է, կնունք է, ինչ-որ առիթ է, գուցե հղիություն է, ծննդաբերություն է, կամ բերում են թորնեն են թողնում ձեր տուն, կամ գալիս են ձեր տուն։ Հեռախոսազանգ ունեք եւ հյուր, կամ դուք եք գնալու, կամ իրենք են գալու։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին նոյեմբերի 11-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ինչ-որ մեկ հետ կամ կարող եք վիճել, կամ տուն եք մաքրելու, հեռախոսազանգ ունեք այդ օրը, կամ ժամերով ինչ-որ միտեղ եք մնալու, ժամերով հեռախոսով եք խոսելու, ինչ-որ միտեղ գնալու եք, պայմանավորվեք, այնտեղ երկար մնաք, ինչ-որ երկար միտեղ մի բան է նշանակում։ Հանդիպում շփում ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, ոչ նամակ կստանաք, տեղեկատվություն, լուր, փաթեթ, Եվ որոշ իրադարձություններ են, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս ևս կկատարվեն։ Եվ ավարտվում է ինչ-որ մի բան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակահաղների։ Ինչ է սպասվում ակահաղներին նոյեմբերի 11-ին։ Հարգելի ակահաղներ, այդ օրը առավոտյան կամ տուն եք մաքրելու, կամ ձեզ քնից են արթնացնելու, վիճեք, կամ օրվա ընթացքում կցանկանաք պարկել հանգստանալ, կամ երկար կքնեք, հետո կվեր կենաք, կամ կվիճեք, կամ տուն կմաքրեք, եւ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շների։ Ինչ է սպասվում շներին նոյեմբերի 11-ին։
Հարգելի շներ, այդ օր առավոտյան սուտ կա։ Նաև գումար եք վճարելու։ Այստեղ արդեն միգուցե գումարի հետ է կապված սուտը։ Պետք է ուշադիր լինեք նաև ինչ եք պատվիրում։ Հրավերք որևիցե առիթի կամ դուք եք հրավիրելու մարդկանց, նաև երեխաների հետ կապված որևիցե իրադարձություններ, միգուցե երեխայի առիթ է, ծնունդ, կնունք եւ այլն, եւ ինչ որ մի առիթ, հղիություն, ծննդաբերություն, եւ որևիցե հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոզերի։ Ինչ է սպասվում խոզերին նոյեմբերի 11-ին։ Հարգելի խոզեր, վարազներ նաև, այդ օր երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ կան, թորներն են գալիս, ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, գուցե առիթ է, հղիություն, ծննդաբերություն, եւ իհարկե այստեղ գումար եք ծախսելու այդ օրը, նաև հաջողություն ունեք, ինչ-որ մի տեղից հաջողություն է գալու, միգուցե ձեր երեխաների մոտ է հաջողություն լինում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։